Ես ու Ալիկ ախպերս մենք սկսել ենք 0-ից հնարություն է տալիս ստանալ գումար, որովհետեւ դու քո ժամանակը ծախսես ավելի քեզ հետաքրքիր այս կյանքի փուլում բաների վրա։ Գույք են մարդիկ հասկանում կապիտալ ասելով, թե $150,000 կամ 50 միլիոն դրամ, 60 միլիոն դրամ գնա մի հատ տուն առնի շուտ վարձով տա։ Չգտանք ոչ մի հատ ներդրումային ընկերություն ու չենք հասկանում դա լավ է թե վատ։ լավ է թե վատ է։ Ես չեմ ուզում հոսքով շարժվել, ես ուզում եմ հոսքը լինել։ Հասկացանք, որ այս թիմը իրոք թիմը, հա, Քիչ ընկերություններ կան, ովքեր պատրաստ են կոպիտ ասած ամբողջությամբ հանվել եւ ցույց տալ իրանց ներսից։ Ինչու է սա լավ ներդրում համեմատած այլ ընտրանքների հետ։ Պարտատոմսերից ամենաբարձր դոլարով եկամտաբերությունն է բերում։ AI գործարանի պրոյեկտը ինչքանով եք դուք մասնակից դրան։ Եթե մենք խոսում ենք AI մասին, bubble, ոչ bubble, ես կարծում եմ ոչ bubble։ Ինքը որ աճելու այդտեղ միանշանակ մեր երեխաները օրինակ որ ոլորտ գնան, որ վաղը չկանգնեն այդ ծրագրավորողի նման խնդրի առաջ։ Եթե ուզում ես հաջողություն առանց ռիսկ չի լինում ոչ մի բան։ Ողջույն, դուք դիտում կամ լսում եք Fincast-ը, How to be podcast-ը ֆինանսների, ներդրումների եւ այն մասին, թե ինչու փողը չարժե դնել բարձի տակ։ Ինչպես ունենալ կայուն пассив եկամուտ։ Պատասխանը կլինի ներդնել արժեթղթերում, ընդ որում այն ընկերությունների արժեթղթերում, որոնց դուք ճանաչում եւ վստահում եք։ Team Holding-ը թողարկել է դոլարային պարտատոմսեր տարեկան 8.75% եկամտաբերությամբ, որի տեղաբաշխումն իրականացնում է Freedom Broker Armenian։ Այսօր ես հյուրընկալել եմ Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանին եւ Freedom Broker Armenia-ի տնօրենի տեղակալ Էդվարդ Սաֆարյանին։ Խոսելու թե ինչով են գրավիչ այս պարտատոմսերը որպես ներդրումային հնարավորություն, ինչու արժե ներդնել հենց հայկական շուկայում, ինչ մեծ ծրագրեր ունի թիմը եւ ուր են շարժվում ֆինանսական շուկաները Հայաստանում եւ աշխարհում։ Գնացինք։ Հայկ ջան, Էդվարդ ջան, բարի գալուստ Fincast։ Մենք այստեղ խոսում ենք ներդրումների մասին ու հիմա դուք Freedom Broker Armenian ներգրավում է ներդրումներ, որը Team Holding-ը արդեն դնելու է ռեալ գործի մեջ։ Արդեն ծախսել է։ Բայց ես խնդրեմ սկզբի համար մի փոքր հետ գանք եւ խոսենք ձեր առաջին ներդրումներից։ Ինչպես եք դուք առաջին անգամ կայացրել այդ որոշումը, որ ինչ որ արկա միջոցներ պետք է ոչ թե ծախսել, այլ ներդնել։ Գիտեք, այստեղ պիքչ փիլիսոփայական կարելի է դիտարկել, արկա միջոցներ չի եղել, 0 եղել է թիվը, չեղած տեղից ստեղծել ենք ինչ-որ բան, որը գեներացրել է ինչ-որ գումար, որը ավտոմատ ուրիշ բան չէր կարող ծախսել ու ներդրում ես կատարել այդ չեղածը զարգացնելու մասին։ Երևի մեր historical, այսինքն պատմական իրականությունը տենց է։ Մի քիչ ասել, որ ուրիշ ձև ա եղել, ճիշտ չի լինի, որովհետև մենք հակառակը մենք սկսել ենք 0-ից, ես ու Ալիկ ախպերս ու այդ 0-ն ինչ որ ձևի capital gain-ը ունեցել, ու 0-ի նկատմամբ ցանկացած gain դրական ալնում, էլի բացական gain չի լինում։ Երևի տենց կարամ պատասխանեմ այդ հարցին ու մնացածը արդեն արած աշխատանքի արդյունքում հավելյալ արդյունքը տեսնելով մարդիկ երևի վստահել են մեզ ու գնացել առաջ։ Բայց ամենաառաջի հետաքրքիր кейսը, որ մեր մոտ եղել է մեծ ներդրումային ու իրանք փոշմանել են, որի մասին հետո ասել են, երևի օֆիցիալ sense չեմ արտահայտել, դա այն ժամանակ Ամերիկա Invest կար, եթե հիշում եք, հիմա չգիտեմ, իրանք էին, մենք մեր մեծ պրոյեկտներից մեկը, որ success ունեցավ ներկայացրել ենք, իրանք չհավատացին մեզ, հետո ասացին, որ փոշմանել ենք, որ չենք հավատացել։ Հետո մենք ուրիշ ճանապարհով արեցինք։ Իսկ ձերը Էդվարդ ջան։ Իմս ավելի ավանդական է եղել, sense ավանդական ներդրումային գործիք, Բաժնետոմս, IPO-ի վաղտ, Ռուսաստանում հիշում եմ այդ VTB Բաժնետոմսներ, որը որ այսպես կոչված ժողովրդական IPO-ներ, ու ես շատ լավ եմ հիշում, որ հերթեր էր սաղ VTB-ի բաժնում, հերթեր էր տատիկներ, պապիկներ, երեխեք եկել էին առնում, որովհետև այդ շատ հետաքրքիր։ AOMM էր, էլի։ Այդպես մի բան, վերջումը այդպես մի բան դառավ, որովհետև էլ եմ ասում գինը երևի հետո ճիշտ է ֆինանսական կրիզիսը եկավ, կակրաս լավ գին 2008 թիվը ու երևի 15 տարի այդ բաժնետոմսը հետ չէր գալի իր գնով։ Բայց ձեր կարծիքով ո՞րն է այդ հոգեբանական կետը, հա, մեր մոտ մեր տնտեսությունը սպառողական բնույթի ավելի շատ, հասարակությունն էլ ավելի շատ պատկերացնում է, որ միջոցը պետք է սպառել, այլ ոչ թե ներդնել։ Ոնց է գալիս այդ կետը, երբ որ հասկանում ես, որ
ներդնելով կարելի է ավելին ստանալ։ Այդ հարցին տարբեր անկյուններից երևի պետք նայել, գիտեք ինչի, այստեղ մի քանի ֆակտորներ կան, իմ անձնական կարծիքի, իմ անձնական փորձը վերջի 25 տարում, որ ինչ որ ձև շահ կապված է այդ ամեն ինչի հետ։ Նախ այստեղ շատ մեծ է կարևոր հասկանալ ինֆլյացիոն տենդենսները տարեկան փողի արժեքի ինֆլյացիայի մասին է խոսքը։ Այսինքն իրականում քո փողի այսօրվա արժեքը եւ ավա արժեքը ինչ տեմպերով են ընկնում, վերջին տարիներին դա էականորեն շատացել է։ Այսինքն եթե մենք գնանք 20-25 տարի հետ, էականորեն փողի արժեզրկման տեմպերը ավելի դանդաղ էին, քան թե հիմա։ Եվ ներդրման գործիքներ էլ չկային։ Եթե Էդուարդը ասում է 2007 թվականին, դա երևի այո, հերթերով, բարդ պրոցեսներով եւ այլն, եւ երկրորդ ամենամեծ ֆակտորը մեր հասարակության իմացության խնդիր կա ստեղ, այսինքն մարդիկ տեղեկացված չեն, չգիտեն պարտատոմսերի, բաժնետոմսերի, yield բաժնետոմսի, այսինքն գործիքների տիպերի իմացության խնդիր կա ու մարդիկ նույնիսկ ես անձամբ գիտեմ մարդ, որը ինձ ասել է, որ մեզանից $100,000 բաժնետոմս է գնել, բայց մենք այդ ժամանակ բաժնետոմս թողարկած չունեինք, պարտատոմս ունեինք, այդ մարդը գնումը իրականացրել է, ինքը չի պատկերացրել ինչ է գնել, հասկանում եք, խնդիր կա, այսինքն վստահությունը կա, բայց մարդը չգիտի ինչ է գնում։ Okay, մենք իրան բացատրել ենք, որ դա բաժնետոմս չի, դա պարտատոմս է, 4 տարի հետո դա հետ է գալու այդ գումարը, եկամտաբերությունը ապօրվի, բայց դա խնդիր կա։ Այսինքն մարդը գիտի իր գումարը ներդրել է որպես ակտիվ, բայց ինքը հաստատի թուղթ է գնել պարտատոմսի տեսքով, այսինքն տարբեր բաներ են։ Հիմա ոնց որ դու գիտակցես, որ հոսքի ես գնել, բայց գնես ջուր։ Էականորեն իրարից տարբերվող բաներ են, բայց երկուսն էլ կարող եկամտաբերությունն են։ Ստեղ կարծում եմ գալիս է նաև այն կուլտուրայից, որ սովետական միության հասարակարգի ժամանակ լրիվ ուրիշ սկզբունքներ ա եղել, կապիտալիստական այս մեր շուկան լրիվ ուրիշ գործիքակազմ է իր մեջ ներառում, ու այսօրվա ինֆլյացիոն տեմպերը եւ այն capital gain-ը եւ կապիտալի շուկան գույք են մարդիկ հասկանում կապիտալ ասելով։ Այդ է շատ կարևոր, այսինքն մարդը հասկանում է բնակարան, տուն եւ այլն։ Հենց կապիտալ ես ասում, առաջին միտքը մարդկանց մոտ գալիս է բնակարանը իրանց կամ այն սեփական հողը, որը կա։ Այո, դա կապիտալ է, բայց դա կապիտալի շուկայի շատ փոքր տար է, որը կարելի է։ Եվ մարդիկ միանգամից գնում են այդ տենդենսին, որ եթե $150,000 կամ 50 միլիոն դրամ, 60 միլիոն դրամ գնա մի հատ տուն առնի շուտ վարձով տա։ Բայց դրա լիկվիդայնությունը, շուկայի ռիսկերը, ոչ մեկ դա չի գնահատում, որովհետեւ դա իրանց համար ակտիվա, որ իրանք շոշափում են, տեսնում են։ Իսկ այն պարտատոմսը կամ բաժնետոմսը, որը թուղթ է, որը չկա, վիզուալ չի, մարդկանց մոտ այդ սեփականության իրավունքի գրավականը կարծում եմ շատ մեծ բան է, էլի, շատ մեծ դերակատարում եւ մի հատ էլ շատ մեծ խնդրեմ կա, ոչ մեկ չի կարդում, թե ինչի համար է վերցվում այդ գումարը, ինչի համար է ծախսվելու եւ ոնց է փող գեներացվելու։ Ես դա իմ անձնական փորձից եմ ասում, որովհետեւ մենք արդեն մի քանի պարտատոմսի, բաժնետոմսի թողարկման փորձ ենք ունեցել իմ կյանքում վերջին 10 տարիների ընթացքում եւ ցավոք մարդիկ չեն կարողանում, չեն կարդում, չեն ուզում կարդան կամ չեն իմանում չենք եւ դե խնդիր է առաջանում։ Չիմացությունը բերում է չկարդալուն, բերում է միանգամից դայրեկտիկով վստահության, երկրորդը իմանալուց չունենք այն գիտելիքը, որ այդ դոկումենտը կարողանանք կարդանք ու դրա հիման վրա որոշում անենք, այդտեղ ֆիլտրվում է։ Ավտոմատ դու գնում ես կամ ուղիղ X մարդու վստահության պատճառով ես այդ գնումը կատարում, կամ ուղղակի որ ասում եմ, все побежали, я побежал այդ կարգավիճակով, որը լավ է մինչև այն պահը, մինչև բոլոր թողարկողները ունեն դրական արդյունք։ Հենց թողարկողներից մեկը սայթակեց, որը գնալով շատանում, այսինքն եթե մեր շուկան նայեք, մեզանից հետո X եւ այլն Y, այդտեղ խնդրեմ առաջանալու։ Այսինքն վստահությունը ոչ թե եթե մենք երեքով ենք թողարկում ու մեկս ինչ որ պատճառով չստացվեց իր համար, դա ռիսկ է, այսինքն գլոբալ կարան շատ ռիսկեր տեղ ունեն, որը նույնիսկ մեզանից կախված չի, չէ՞։ Ստացվում որ այդ իմպակտը մեր երեքի վրա աշխատում։ Ու այդ խնդրեմա դառնում, որովհետև մարդիկ չկարդալով այդ ռիսկը չկիսելով քեզ հետ, քեզ վստահում են, բայց ոչ թե վստահում են անձամբ պրոյեկտին, այլ վստահում են բոլորի երեքիս։ Ու ստացվում մեկիս ֆեյլը դառնում է երեքիս ֆեյլը։ Այդ լավ բան չի։
Մենք այսօր կփորձենք այդ չկարդալու բացը հնարավորինս լրացնել, Պատմելով, չէ։ բայց մի հատ էլ կարևոր կետ կա ակտիվ ներդրումներ, որոնցով զբաղվում է Հայկը, եւ կա пассив ներդրումներ։ Ինչու՞մ է пассив ներդրումների առավելությունը։ Մեր ոլորտում էլ կա ակտիվ ներդրումներ, Բնականաբար։ пассив ներդրում առավելությունը ինչու՞մ է։ Ինչու մարդիկ пассив ներդրման տարբերակներ ընտրեն, այլ ոչ թե գնան եւ իրենց բիզնեսը անեն։ Ինձ թվում է պետք չի ընտրել։ Պետք է ինչ որ մոտիկա, ինչ որ կարաս անես, կարելի է երկուսն էլ անել, շատ մարդիկ երկուսն էլ են անում։ Տարբեր հատկանիշներ է պետք դրա համար, տարբեր սկիլեր է պետք դրա համար։ Ամեն մեկի մոտ չի ստացվում։ Ակտիվ ներդրում։ Գլխավոր պատճառներից մեկն է երես։ Եթե մենք բիզնեսը նայում ենք որպես ակտիվ բիզնես անելը, հա, այդ entrepreneurial spirit-ը, հա, որպես ակտիվ ներդրում, դա շատ բարդ գործ է, շատ ժամանակ է պահանջում, ու դրանով երևի այդ ռիսկը, սկիլը ու ժամանակ որ պետք է ծախսվի, ինքը ամեն մեկը չի որ կարող անել։ Դրա համար կա пассив ներդրում, եթե մենք խոսում ենք пассив որպես այսինքն ինչ որ ներդրումային ոլորտում պորտֆոլիո ստեղծես, ստե երկար է կարելի խոսալ, բայց սկիզբը էլի կարանք վերադառնանք անցյալ հարցին, ստեղծել խնայողական այդ մշակույթը, ամեն մարդը պետք է իր մեջ իր կարծում եմ դա ստեղծի։ Եվ որ դա ստեղծում ես, արդեն դու որոշումներ ունես, կարող ես ակտիվ անես, կարող ես մի քիչ ակտիվ, մի քիչ пассив կամ մենակ пассив։ Եթե դու դա ունես, արդեն пассивը քեզ թույլ է տալիս քո ժամանակը ծախսել ուրիշ շատ տարբեր բաների վրա։ Пассив ներդրում անելով կարա տարբեր ամեն մարդու համար դա տարբեր է։ Կարա լինի ինչ որ ֆոնդ, կարա լինի պարտատոմս, կարա լինի բաժնետոմսեր, կարա լինի ավելի տես բարդ գործիքներ, դերիվատիվներով կառուցված, բայց ի վերջո ինքը քեզ հնարավորություն է տալիս ստանալ գումար, որովհետեւ դու քո ժամանակը ծախսես ավելի քեզ հետաքրքիր այս կյանքի փուլում բաների վրա։ Դա կարող լինի բիզնես, դա կարող լինի ընտանիք, դա կարող լինի հանգիստ, դա կարող լինի հոբի, ինչ որ եւ այլ։ Շատ կարևոր է այս թողարկման մեջ այն, որ դոլարային թողարկում է, բայց ներդրումը Հայաստանում է արվում, հայկական ընկերությունում։ Հայկ ջան, դուք գիտեք բոլոր քարերն ու փոսերը Հայաստանում բիզնես անելու, եթե ազգային կապը դնենք մի կողմ, ինչու եք դուք Հայաստանը համարում հարմար տեղ բիզնես անելու համար եւ ձեր նախագծերը Հայաստանում շարունակում եք։ Բոլոր փոսերը հնարավոր չի իմանալ, չէ՞ Հայկ։ Պետք էլ չի իրականում իմանալ եւ չգիտենք էլ, ուզենք էլ չենք կարող իմանալ իրականում ու չենք էլ ուզում այդ իմանանք, որովհետեւ դա անհնարին է, այսինքն ոլորտային այդ խնդիրները որ շփվում ենք, այո ունենք։ Ստեղ գիտեք հարցերը մի քիչ ուրիշ կողմից գամ պատասխանին էլի։ Եթե մենք չենք կարող այդ environment-ը ստեղծենք, այլ ինչի ենք ստեղ։ Այսինքն եթե մենք որ ասում եմ ես չեմ ուզում հոսքով շարժվել, ես ուզում եմ հոսքը լինել։ Հասկանում եք, ես ուզում եմ այդ հոսքը ստեղծվի, որ արվի։ Իսկ հակառակը մենք պետք է նաև ստեղի ունենալով ստեղ կառուցելով կարողանանք դուրսը օգտագործել իշա ստեղի կառուցման համար հակառակը։ Եվ դրա համար մեր հոլդինգի երևի չգիտեմ ես ուրիշ հոլդինգ ընկերություն, որ ֆիզիկական սեփականատերերը ունենալով Հայաստանի Հանրապետությունից դուրս սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընկերությանն է։ Ֆիզիկական մակարդակով իրանք բաժնետեր են, դրա համար մեր իռլանդական ակտիվը հենց Team Holding-ի սեփականությունն է, դրա համար հենց այս գաղափարախոսությունից ելնելով, հենց դրա համար էլ մեր վրացական ակտիվը Team Holding-ի սեփականությունն է, այլ ոչ թե Հայկ կամ Ալիկ եսայանների սեփականությունն է, եւ ձեզ ավելին ասեմ, քննարկումների ժամանակ հենց իռլանդական իրավաբանները, որ մեր գործիքը նայում էին ու մեր երկրի իրավական դաշտերն էին ուսումնասիրում, ասում էին ձեզ համար որպես ֆիզիկա կանանց ավելի ճիշտ է լինել Իռլանդիայում կամ հայկական ընկերությունով, որովհետև մենք բոլորս գիտենք, որ օրենսդրական խնդիրները եւ այլն, որը փոխվում է, լավացվում է, միշտ պետք է լավանա, բայց այսօր մենք զիջում ենք։ Էապ կանոնեն ենք զիջում։ Այսինքն այդ որոշումը ոչ թե կայացվել է մենակ նրա համար, այլ հակառակը կայացվել է նրա համար, որպեսզի կարողանանք ստեղ ուժեղացնենք, ստեղ լավացնենք, ոչ թե գնանք Իռլանդիայում բիզնես անենք, ասենք գիտեք, մենք թույլ բիզնեսներն ենք, Հայաստանում չկայացին, գնացինք Իռլանդիայում ստացվեց։
Շատ լավ, իսկ Freedom Broker-ի դեպքում պատմությունը մի փոքր այլ է, որովհետև ինքը հայկական ծագում չունի, բայց որոշում է կայացրել մտնել Հայաստան ու դա մաքուր բիզնես որոշում էր, չէ՞։ Որոնք էին այն պատճառները, որոնք բերեցին այդ որոշման։ Ինչով էր գրավիչ Հայաստանը։ Ու առաջինը պետք է ասել, որ ընդհանուր Freedom Holding-ի ռազմավարությունը ինքը այտենց էքստենսիվ լայնանալու ռազմավարություն, այսինքն նոր երկրներ, նոր բիզնեսներ, նոր սերվիսներ եւ այլն։ Հետո արդեն որ մենք նայենք պատմությանը, որտեղ եթե նայենք, որ մենք ֆինանսական շուկայի մասնակից ենք ու հետո նայենք որտեղ է ֆինանսական գործիքները, ֆինանսական բիզնեսը underserved, իհարկե նայում ենք մենք post-սովետական, մենք դες տարածաշրջանում ենք անում post-սովետական երկրներին, որտեղ կան երևի երկու երկիր, Ռուսաստանն ու Ղազախստանը, որտեղ որ մի քիչ ավելի շուտ է սկսել զարգանալ այդ ոլորտը, զուտ նրա համար վրանք մեծ երկրներ են, շատ միջազգային խաղացողներ կան 90-ականներին արդեն, ու կան ավելի փոքր երկրներ, որտեղ որ խորնես ֆինանսական ոլորտը, թե բանկային, թե ֆինանսական ներդրումային կտորը, ինքը կամ զարգացած չէր, կամ պակաս էր զարգացած այդ խոշոր post-սովետական երկրներից։ Այդ առումով Հայաստանը հենց այտենց էր, այսինքն մենք 20 թվին որեկան սկսեցինք վերլուծել, չգտանք ոչ մի հատ ներդրումային ընկերություն ու չենք հասկանում դա լավ է թե վատ։ Լավ է թե վատ է, հիմա լավ է որ չկա, թե եկել են փորձել են ու չի ստացվել։ Գցեցինք բռնեցինք, որ լավ է, որ չկա ու պատճառներ կան, երևի չեն հասցրել ուրիշները նայում են, չէ՞, բանկինգն են, բանկինգը զարգանում էր, բաները, վճարահաշվարկայինները զարգանում էին, բայց ներդրումայինը կատարվում, մենք սկսեցինք, փաստորեն որոշումը ճիշտ էր, ինքը բիզնես որոշում էր, որովհետև հիմա մենք տեսնում ենք, որ ինձ թվում է բոլոր խոշոր ֆինանսական ընկերությունները մտնում են այս շուկա։ Այսինքն մենք առաջինն ենք, հետո արդեն եթե խոսքը retail շուկայի մասին է, իհարկե ներդրումային ինչ-որ ընկերություններ կան, որ որոշակի ինչ-որ գործարքներ են անում, բայց դա ներդրումային բիզնես չէր, սենց եթե մենք խոսում ենք մասսայական, հա, մասսայական հիմա արդեն վերջի 2-3 տարիների ընթացքում սկսել եմ բոլորը մտնել, փաստորեն դա մենք ճիշտ ենք, ինքը ավելի շատ այն մասներ, որ ոչ մեկ չէր սկսել, որովհետև ժամանակ չուներ կամ հավես չուներ, Team Holding-ից խոսենք ու հասկանանք ինչ է իրենից ներկայացնում, ինչ ընկերություններ է ներառում եւ ինչ է տալիս հենց այդ holding-ի գաղափարը, ինչ է ավելացնում զուտ այդ ընկերությունների գումարից։ Team Holding-ը կարող ենք ասել, որ մի շարք ոլորտներում տարբեր տիպի ընկերությունների բաժնետեր է, ովքեր Հայաստան մեծամասամբ Հայաստանի Հանրապետությունից դուրս ծառայություններ կամ ապրանքաշրջանառություն կամ construction, այսինքն մենք գինու արտադրությունից սկսած մինչև տելեկոմային ոլորտում սփռված տարբեր տիպի ծառայություններ եւ ապրանքների ներմուծում, արտահանում, արտադրություն իրականացնում ենք ու մեր գաղափարախոսությունը Team Holding-ի դա կարելի է այսպես դիտարկել, որ մենք առաջնայինությունը տալիս ենք այն մարդկային ռեսուրսին, ովքեր խմբի շրջանակներում աշխատում են ու մեր ամենաառաջին խնդիրը այնպես անել, որ այդ ընկերությունների համագործակցային կապերը մաքսիմալ էֆեկտիվ լինեն ու մի ընկերությունը փորձի մյուս ընկերությանը աջակցել ավելի արագ աճի տեմպին ու հենց այդ է մեր էական տարբերությունը մյուսների նկատմամբ, որ տենց շահկապված եւ մատրիցային ինչ որ սկզբունքով աշխատում ենք ու մի ընկերությունը բերում է մյուս ընկերության աճին եւ խնդիրների դուրսբերմանը, այսինքն եթե մեր ընկերությունները հետաքրքրված չեն մեկը մյուսի ծառայություններով կամ ապրանքների ներմուծված օգտվել, ուրեմն այդտեղ խնդիր կա, ինչու պետք է երրորդ ընկերությունը մեզանից կամ ծառայություն օգտվի, դրա համար մեր ծառայությունները էլեկտրոնային կոմերցիա, BAM, գինների արտադրություն, construction, Team Systems-ը դա զբաղվում է օրինակ համակարգերի ինտեգրմամբ, ներմուծմամբ, համակարգիչներ, սերվերներ եւ այլն, Team Solution ունենք, որը որ հենց
ծրագրային ապահովումներ է իրականացնում եւ խմբի ներսում եւ խմբից դուրս, մինչեւ պետական կարիքների համար։ Լոջիստիկ ծառայություն ունենք, թիմ լոջիստիկը, որը հիմա նոր է շուկա մտնում, որը շատ մեծ խնդիրներ է իր առջև դրել, լոքերներից սկսած, մինչև բեռնափոխադրումներ Եվրոպա եւ այլ ուղղություններ։ Ուղղությունները շատ են ու հենց այդ գրավականն է, որ կարծում եմ բերում է նույն օրինակ Team Energy պրոյեկտը, որը այսօր ինքը էական մեծ ազդեցություն ունի շուկայում հենց էլեկտրական մեքենաների ծավալի մեծացմամբ էներգետիկ ոլորտում, որը բերում է իր հետևից մի շարք այլ նաև ոլորտների, նույն մենք ստացանք լիցենզիան մեծածախ գնումներից, այսինքն հոսանքի ներմուծում արտանում Հայաստանի սահմաններից դուրս, եւ այլն։ Ուզում ասեմ, այդ ամեն ինչը վերում է նոր բիզնեսների ձևավորման եւ մեծ ծավալների։ Օրինակ նույն արևային էներգիայում մենք բավականին մեծ ծավալ ունենք, նույն հիդրո էլեկտրոէներգիայի գեներացման մեջ էլի ունենք հեկ։ Սուս մենք ինչ որ ընկերությունների փունջ ենք, որը եւ մեզ եւ ուրիշներին ծառայություններ ամատուցում ու հետաքրքիր է, որ իրանք մի քայլ առաջ են շուկայից, այսինքն շատ պրոյեկտներ հենց առաջինն ենք անում, առաջինն ենք փորձում մտցնել շուկայում նորարարություն ենք անում ու ստեղ մեր ամենամեծ էական բանը այնա, որ աշխարհում այսօր սա ամբողջը գնում է թվայնացման կենտրոնում, իսկ մեր անձնակազմը, որը աշխատում ենք, բավականին մոտ ենք հենց այդ թվային աշխարհին ու մեր համար ոչ թե մենք գնում ենք տրանսֆորմացիայի, առանց դրա մենք լուծումներ չենք կարողանում տալ։ Այսինքն մեր խնդիրը ոչ թե փորձել տրանսֆորմարանն է, այլ հակառակը, մենք այդ լուծումները գիտենք, այդ լուծումներով ենք փորձում այդ խնդիրները լուծել ու մի քիչ ավելի արագ ենք լինում, դրա համար ավելի մեր մոտ արագ այդ տրանսֆորմացիա չի, ավելի շատ ձևավորումն է լինում ու այդ կրոս ինտեգրացիաները մեր մոտ էականորեն բան են կանում ու եթե ես սենց կողք եմ նայում այդ սաղ ոլորտների հետ շփվելով տելեկոմը իրականում մի հատ դարբնոց է, որտեղ որ կադրը մտնում է, այն արագությունը, այդ IT environment-ը ու այդ արագությունը, փոփոխությունները որ կա, սենց մի հատ խնդիր կա, այն կադրը, որը տելեկոմում աշխատել է, 99% հավանականությամբ շատ հեշտ ցանկացած փոքր ոլորտային հատվածում շատ արագ ինքը ինտեգրվում ու շատ արագ կարողանում է բան, որովհետև ծավալում խնդիրների սպեկտրը շատ մեծ է ու այդ դարբնոցի մեջով անցնելով դա մի հատ կրթական process է մարդը անցնում, այսինքն 3-ից 5 տարում դառնում է ինքը շատ էական մտահորիզոնով ու vision-ով մարդ, որը կարողանում է շատ արագ զարգացնել։ Դուք ունեք նաև միջազգային ակտիվներ Վրաստանում, Իռլանդիայում, դա ինչ է տալիս հոլդինգին։ Այդտեղ կարամ հակառակ դրական բան ասեմ մեր համար, այսինքն երբ որ մենք Իռլանդիայի ակտիվը վերցրեցինք, ու Վրաստանը more or less հայկական Հայաստանի շատ նման է, այսինքն այդտեղ մեծ բան չենք պատկերացնի, բայց Իռլանդիայի նույն այդ ակտիվի ձեռքբերումը, երբ որ ագին գործեր մենք վերցրեցինք, տեղափոխեցինք Հայաստան, սենց մի հատ բան կար, որ Իռլանդիայի աշխատակիցների պատկերացմամբ Հայաստանում մի քիչ պետք է իրանցից կլասիֆիկացիայով ավելի ցածր լինեն մասնագետները, քան ստենդեղ են, բայց իդրական մեր հայկական շուկայի համար կարամ ասեմ, որ հակառակ էֆեկտներ։ Այսինքն մենք կվալիֆիկացիայով ավելի բարձր էինք, ավելի շատ բան ենք տեսել ու շատ բան ենք պատկերացնում, քան ստենդեղի աշխատակիցները ու այսօր բավականին մեծ ծավալի աշխատանք Հայաստանում է կատարվում ու այդ հակառակ էֆեկտն է տալիս։ Այո, մերոնց էլ տալիս է այն, որ այդ հնարավորությունները ունենում են ավելի շատ մեծ տեսնելու, ավելի շատ դռներ բացելու ու այդ հոլդինգի մեծությունը արդեն հնարավորություն է տալիս ցանկացած խնդրի, ցանկացած պարտների հետ հարաբերության ժամանակ դու ավելի հեշտ ես դռներ կարողանում բացել ու ավելի ուրիշ ձև են, երբ որ ցանկացած մեր ընկերություն գրի առանձին ինչ որ մի հատ պարտների արտերկրում եւ ներկայանա որպես խումբ, որի մեջ հոթելից մինչև լոգիստիկա կամ արտադրություն կա X պրոդուկտների, ավելի ուրիշ ձև են դիտում։ Այսինքն իրանք էլ են տեսնում դրա մեջ դրական պոզիտիվ բաներ, որ կարող են օգտագործել, այսինքն եթե մենք ինչ-որ մի հատ X բան ենք ուզում ներմուծենք, որը Հայաստանում չի արտադրվում եւ իրան ասում ենք մենք գիտեք, ունենք կինո արտադրությունից սկսած մինչեւ բան, որովհետեւ մեր համար մեր
production-ը անում, content են սարքում, կարանք իրան positioning անեն որպես բան, այդտեղ մարդու մոտ perception-ը առաջանում, այո, իրենք cost effective են ելնելու ու իմ product-ը ավելի հեշտ են ցույց տալու, ավելի գրագետ են ցույց տալու։ Այսինքն անպրոստը ռեկլամ չեն անելու, այդ ամեն ինչը փոքր, բայց մարդու ուղեղի մեջ էական տարբերություն է տալի ու կարծում եմ հենց այդ holding-ի գաղափարը մեջիկին հենց էտա ու ամենակարևորն էլ որ ցանկացած մարդ հոգնում է իր տեղում, հա, աշխատելուց, որպես ոնց սկսեցի մարդիկ են կարևոր։ Իսկ 3-5 տարի ինքը ֆիզիկապես էլ, հոգեպես էլ հոգնում է նույն տեղում աշխատելուց եւ ինքը կարիք ունի իր աշխատանքի ոճը փոխելու, ձևաչափ փոխելու։ Իսկ մենք հնարավորություն ենք ստեղծում հենց այդ ռոտացիոն բանը, մարդ չկա, որը չի կարող աշխատել եւ չի կարող ինչ որ ոլորտում ինչ որ դրական լավ արդյունքներ չանց, բայց կարող մարդը իր տեղում չլինի։ Այդ փոփոխությունը նաև մարդուն հնարավորություն է տալիս, այսինքն ինքը մտնելով այդ ընտանիք կոչենք, այդ ընտանիք ինքը հնարավորություն անելու իր էֆեկտիվությունը մաքսիմալ փոփոխելու բարձրանալ, այսինքն մենք кейս ունենք, որ ֆինանսական բլոկից մարդ դարձել է մեծ լրիվ ուրիշ սպասարկման ոլորտում տնօրեն, որը ավելի լավ արդյունքներ է տալիս, քան թե արտերկրից եկած տնօրենը, որը այդտեղ 1 տարի որպես տնօրեն աշխատում էր։ Այդ հնարավորությունները արագ ու հենց այն դինամիկան, որ մենք կարողանում ենք արագ շարժվել, այդ լավ է։ Իսկ դուք ինչ աշկով եք նայել Team Holding-ի, որովհետև որպես պարտատոմսերի տեղաբաշխող, ընդ որում ձեր առաջին տեղաբաշխումն է, չէ, Հայաստանում, ինչն եք այսպես կարևորել top 3 կետերը, որոնք ձեզ բերեցին այն որոշմանը, որ սա այն ընկերությունն է, որի պարտատոմսերը հնարավոր է տեղաբաշխել հաջող։ Աճ աշկով ենք նայել։ Բայց թվերին էլ են նայել իրանք, էլի։ Տեսեք, իրոք մենք երկար ենք պատրաստվում, քննարկում ենք մեր ներսում տեղաբաշխումների շուկա, underwriting-ի շուկան մտնենք թե չէ։ Ու մտանք, բայց հեշտ չէր, մենք իհարկե բանակցել ենք, բավականին երկար քննարկել ենք։ Երևի որստուն ոնց են գնահատումը միշտ գալիս է ցանկացած դա կիրառելի է թե թողարկման մասին, դա կիրառելի է նաև թե ներդրում որոնում ես, գալիս է ֆաունդերներից, այսինքն հիմնադիրներից ընկերություն, այսինքն ովքեր են հիմնադիրները, ինչ են անում, իրանց անցյալը, իրանց ռազմավարությունը դեպի ապագա, այսինքն մենք քննարկել ենք, խոսել ենք, մի քանի հանդիպում ենք ունեցել տարբեր թեմաներով, թե բիզնես, թե holding, թե telecom-ի մասին, այսինքն մենք դա գնահատել ենք ու որպեսզի հասկանանք արդյոք մենք ուզում ենք, մենք էլ ենք արել, իրանք էլ են ինձ թվում արել, ու այսօք մենք երկուս ընկերությունը արդյոք այդ երկու ընկերությունը ուզում են sense ճանապարհ գնան, իսկ ինքը երկար ճանապարհ է ու բարդ է, որտեղ մենք բավականին երկար, հետո որ սկսեցինք երկար մեծ աշխատանք ենք արել, այսինքն առաջինը ֆաունդերներն են, երկրորդը թիմներ, այսինքն ֆաունդերների տակը թիմն է, որ պետք է աշխատես հետները, այդ էլ է բավականին մեծ բան ասում, ու էլի, եթե այլ վերադառնանք կլասիկ շուկաներին, այս ավանդական, եթե դու ուզում ես ներդրում անես, չգիտեմ, Apple-ի մեջ, դու պետք է նայես Apple-ի ֆաունդերով է, իրանց այդ թիմով ովքեր են leadership-ը, հա, այդ առաջ տանում այդ ընկերությանը, ու ցանկացած ընկերություն։ Էլի թիմի հետ բավական երկար խոսացինք, նայեցինք տարբեր session-ներ, ունեցանք տարբեր հարցերով ու հասկացանք, որ այս թիմը իրոք թիմը, հա, Team Holding-ի ու Team Telecom-ի թիմն է ու բավականին ուժեղ են ու որոշ չափով այդ փորձ անցած մեզնից որոշ հարցերում նույնիսկ կարող ավելի շատ գիտեին այս թողարկման մասին, որտեղ քարերը գիտեին, ֆոսերը երրորդը արդեն եթե բուն գնանք բիզնեսին, արդեն իհարկե նայում ենք բիզնեսի հետ ֆինանսական ցուցանիշները, բիզնեսների ռազմավարությունը, այսինքն նայեցինք արդեն բիզնեսի կտորները, շատ ստացանք պատկեր, որի մեջ դիվերսիֆիկացված հոլդինգ տարբեր սեկտորներում, տարբեր ոլորտներում, բավականին կայուն ֆինանսական ցուցանիշներով, տարբեր փուլի ընկերություններ, աճող, ավելի հասուն, հասունից հասունացող, այսինքն ինքը բավականին այս դինամիկ բիզնեսներ են, որոնք որ որոշ տեղ ունեն աճելու, որոշ տեղ արդեն աճել են, ստաբիլ իրանց եկամուտը բերում են ու այդ բավականին հետաքրքիր անուններով, թե Երևան հյուրանոցը, թե Team Energy-ն, որոնք որ
Հայաստանում ու որոշ տեղեր Հայաստանից դուրս, եթե մենք խոսում ենք Վրաստանի, Իռլանդիայի մասին, բավականին մեծ դեր են խաղում իրենց ոլորտներում։ Ու այդպես մենք որոշենք այդ ճանապարհը անցնենք ու հիմա ընթացքում ենք, առաջի տրանշը հաջողակցեցինք, երկրորդ տրանշը նորասկսել ու էլի շատ լավ գնում։ Էլի վերադառնանք քարերին։ Մենք խոսում ենք, որ Հայաստանում բանկային համակարգը ամեն դեպքում բավականին կայացած է, եւ ձեր նման ընկերությունը միթե չէր կարող ավելի հարմար տոկոսադրույքով կամ գոնե նույն տոկոսադրույքով վերցնել վարկ իր ծրագրերի համար ու փոխարենը գնում է պարտատոմսերի թողարկման։ Ինչ է ձեզ տալիս հենց այդ ընտրությունը պարտատոմսերի։ Գիտեք, հենց նույն բաժնետոմսերի թողարկումն էլ պարտատոմսերի թողարկում է, դա ավելի շատ ոչ թե մի հոգու հետ գործընկերություն անելն է, այլ հանրության հետ անելը, որը էականորեն եւ փոխում է բանկերի մոտեցումը քո նկատմամբ եւ քո այն մարդկանց մոտեցումը, ովքեր օգտվում են քո ծառայություններից կամ քո արտադրանքից օգտվելով, այդ թվում դա կլինի գինի, թե դա կլինի, չգիտեմ, ձկան արտադրություն։ Այստեղ խնդիրը ոչ թե միայն Գիտեք, ցանկացած փակ ընկերություն հանգիստ կարող է բանկերից վարկ վերցնել, որը բաց չի տալիս իր ռիփորտները, այսինքն իր թվային արդյունքները, իր իրական իրավիճակը։ Այո, բանկը մտնում է ամեն ինչ նայում, բայց քիչ ընկերություններ կան, ովքեր պատրաստ են, կոպիտ ասած, ամբողջությամբ հանվել եւ ցույց տալ իրանց ներսից։ Ունենալով այդ ամեն ինչը չանել դա եւ չունենալ վստահություն հանրության ու ցույց տալ, որ քեզ հանրությունը վստահում է, կարծում եմ դա խելամիտ չէ լինի մեր կողմից, ու դրա համար մենք ուզում ենք այն հնարավորությունը, որ մենք ունենք, այն հնարավորությունը, որ վաղը կարծում եմ բոլորն են գնում դրան ունենալու են, բայց մի քայլ մենք այսօր առաջ ենք, ինչու չօգտվել ու չանել։ Այո, դուք ճիշտ եք, կարելի է բանակցել դա ուղիղ բանկի հետ ավելի էժան տոկոսադրույքով այդ ռեսուրսները ներգրավել, բայց խնդիրը դա չի միայն։ Մենք մենակ այսօրվա համար չենք ապրում, չէ՞։ Ես ասացի, որ մենք ուզում ենք ստեղծենք environment, որ մենք ուզում ենք ավելի լավ լինի, ինչի կա այդ գործիքները դուրսը ու կա։ Այսօր այո, մեր գործիքակազմը, մեր ծավալները թույլ չեն տալիս բացի ֆիզիկական անձ հայկական ներդրողներից ներգրավել արտերկրի, բայց եթե մենք կարողանանք այս գործիքակազմը ձևավորել, այդ ժամանակա ընթացքում ունենալ այդ վստահության գրավականը, մենք որպես երկիր կունենանք, մեր բիզնեսները կունենան հնարավորություն ներգրավել դրսի միջոցնել ել ավելի էական տնտես, այսինքն այսօր դրսում մեծ պարտատոմսերի թողարկում ցավոք մենակ հայկական բանկերն են կարողանում իրանց թույլ տալ։ Այսինքն որտեվ իրանք այդ փուլը անցել են, իրանց դուրսը տեսնում են, իրանց վստահում են, եթե մեզ էլ տեսնեն մի քանի հոգի էլ տենց մեծ այս ուղղությամբ շարժվի ու այդ բոլորը կպնեն, ես նույնիսկ հիշում եմ մենք քննարկում ենք ունեցել ոչ Freedom-ի հետ, այլ նաև Freedom-ն էլ կար, որ ինչու չանենք, պետություն ուզում էր բոնդեր թողարկել ու մի քանի մեծ ընկերություններ կպնեն, ընդհանուր անեն։ Այսինքն ամեն ինչը պետք է գնալ, որպեսզի այդ գործիքակազմը մեծանա, ուստի խնդիրը ոչ թե հայկական միջոցներ ներգրավելն է, այլ բերել ֆինանսական գործիք ունենալ, որը մեզ թույլ կտա էականորեն տարբեր ռեսուրսներից ֆինանսական միջոցներ ներգրավել, ոչ թե դրսի բիզնեսը գա, այնտեղ ինքը ներգրավի գա Հայաստանում բիզնես անի, այլ հակառակը մենք այդ փողը բերենք Հայաստան, Հայաստանով գնանք դուրս, դուրսը բիզնես անենք։ Ոչ թե որպես անհատ գնանք դրսում այդ փող։ Անհատը որ գնում է դուրս, ինքը այո ունի հնարավորություն դեպի գործիքակազմով, բայց եկեք ստեղծենք ստեղ, որ կարողանանք այս մի քիչ առաջ տանենք, էլ էս ամեն ինչը, որ չգանք 20 թվականի նման 28 թվականի research անենք ու ասենք, գիտեք, այս ամեն ինչը չկա Հայաստանում։ Հակառակը 28 թվականի research անենք, տեսնենք հասել ենք ինչ-որ success-ի ու ունենք ավելի մեծ գիծ դնելու մեր առաջ, որ կարողանանք ավելի առաջ գնանք, որ նման ֆինանսական հաստատությունը ոնց որ Freedom-ն է, ավելի հետաքրքրված լինեն այս շուկան զարգանալու։ Ինչքան մեր շուկան զարգացավ, այնքան միջոցների ներգրավումը էշտանում է, միջոցների ռեսուրսները իջնում են, եւ այդ միջոցները ոչ թե մենակ ուղղվում են մեր սեկտորը, այլ նաեւ բանկերն են սկսում ավելի էժան միջոցներ ներգրավել, դա գնում է հիպոթեկային, դա գնում է ֆիզանձերին, դա գնում է բիզնեսներին։ Այո, փոքր միջին բիզնեսը չի կարող մտնել այս գործիքակազմի մեջ ու նորմալ է դա, բայց իր համար ստեղծում ես այս ստեղծելով նաև բանկային սեկտորի համար է ստեղծվում այլ ոլորտներ, որը հնարավորություն է տալի փոքր միջին բիզնեսին այլ ավելի էական դրական գործիքներով ու գումարներով հեշտ միջոցներ ներգրավել, այսինքն մի քիչ ինքը
դառնում է մի հատ ճանապարհ, որը անցնելուց հետո էականորեն բոլոր տեղերը հեշտանում է։ Եթե գնահատենք ըստ թողարկումը պարտատոմսերը, դոլարով պարտատոմսերը 8.75% եկամտաբերությամբ $100 անվանական արժեքով, որպես այսպես եթե ներդրումային խորհրդատվություն, հա, ինչու է սա լավ ներդրում համեմատած այլ ընտրանքների հետ։ Սա ներդրումային խորհրդատվություն չի։ Disclaimer ասեմ։ Ինչու է լավ։ Տեսեք, պետք է գալ գործիքից։ Այսինքն, եթե ինչ-ինչի հետ ենք համեմատում, հա, եթե ունենք պարտատոմսերը հիմիկվա դրությամբ Հայաստանում ցուցաբերված գործիքներից պարտատոմսերից ամենաբարձր դոլարով եկամտաբերությունն է բերում։ Եթե համեմատում ենք ուրիշ գործիքներից, թե բաժնետոմսերից միջազգային ինչ-որ մտցնենք, դե արդեն կարելի է խոսալ, բայց մենք հիմա խոսանք ավելի շատ հենց ինչու է այն մարդը, որ ունի գումար, ինչու պետք է այդ գումարը դնի, օրինակ հենց հիմա պարտատոմսի մեջ, իսկ մեր առաջարկը մենք ինչ-որ իմանում ենք, դա Team Holding-ի պարտատոմսն է, երկրորդ տրանշի, ամեն մարդը դա իր համար պետք է որոշի, կախված իր ազատ միջոցներից, իր հորիզոնից, երկարաժամկետության։ Բայց եթե խոսանք, ես կարծում եմ շուտով տոկոսադրույքները իջնելու են ու այսպիսի առաջարկներ չի լինելու բավական երկար։ Մենք հիմա այս 25 թիվը ու 26-ի մի կտորային թիվն է, երբ որ մենք ստանում ենք թե դոլարով, թե դրամով, բավականին հետաքրքիր պարտատոմսերի առաջարկներ, որը որ շուկա դուրս գալուց հետո, բորսա դուրս գալուց հետո կարծում եմ արդեն մի քիչ իջնելու են, նշանակում է պարտատոմսի գինը աճելու է, այդ իմ կանխատեսումն է, դրա համար գնելով հիմա 8.75%-ով լավ աճող կայուն ընկերության պարտատոմս ցանկացած մարդ նույնիսկ ես առել եմ ֆիքսում է իր համար լավ եկամտաբերություն ու հնարավորություն գումար աշխատել նաև այդ գործիքի արժևորման համար։ Այստեղ մի հատ եթե կարելի է հավելում անեմ, նայեք, մեր մոտ մենք մի ոլորտային ներդրման մասին չենք խոսում։ Այսինքն այստեղ խոսքը գնում է պորտֆելային ներդրման, բայց ինքը Team Holding-ի կողմից է թողարկված, այսինքն որ դու ներդրող ես, դու երկու տարբերակ ունես, կամ direct մի ընկերության մեջ, որը մեծամասնությամբ զբաղվում է մեկ ոլորտային, այսինքն մի ռիսկայնություն է քո համար, այսինքն այդ ոլորտը արդյունք կտա թե ոչ, ոլորտը հետո ընկերությունը, իսկ եթե ոլորտում խնդիր ունեցավ, ավտոմատ այդ ընկերությունը ընկնում է խնդրի մեջ, եւ երկրորդը ուզում ես անել մի հատ պորտֆելում, որտեղ մի X քանակի տարբեր ոլորտներում դիվերսիֆիկացիան է, ինչ որ լոգիկայից ելնելով տոկոսային բաշխումներով, եթե ինչ-որ մի հատ ոլորտ քո մոտ 20%-անոց ոլորտ, այդ ոլորտում կտրուկ անկում ալնում, քո պորտֆելի վրա մեծ ռիսկայնություն չի լինում, այսինքն 20%-ով այդ ռիսկը։ Այստեղ մենք այդ հարցը փորձել ենք հենց հոլդինգի շրջանակներում լուծել, ու եթե մեր ոլորտային ներդրումները դուք նայեք, իրանք մեծամասամբ միտված են կապիտալային ներդրման մեջ։ Այսինքն դա Team Logistics-ն է, դա մեծ պահեստների կառուցում, լոգիստիկ ընկերություն, որը պահեստային ռեզերվային ֆունդամենտալ, եթե Team Energy-ն է, դա location-ների, արևային կայանների կառուցում, հիդրոկայանի, մինչև տուրբինների բանի քննարկում ենք, նույն բատերիաների տեղադրում եւ այլն։ Ուզում եմ ասեմ, մենք ոլորտային ջարդել ենք իրան, ուստեղ մարդը ոչ թե մտնում է մի հատ X ոլորտի մեջ, որտեղ ներդրում է, այսինքն եւ ոլորտային ենք կոտրել, կտորների աբաշխված, եւ դրա արդյունքում է իրանք մեծ կապիտալային ներդրումներ են, այսինքն հիմքում բան կա, չենք գնում ստարտափի լոգիկա, որ հավաքել ենք 100 հատ մարդ, գրում ենք ինչ-որ ծրագիր եւ ծրագրի ոչ success-ի պարագում այդ ծրագիրը մենակ կոդ է, որը ոչինչ չես կարող անել։ Այսինքն այստեղ մի քիչ ուրիշ կա ու այն բաժանորդային բազան, որ հոլդինգի շրջանակներում ծառայությունները տրամադրվում են, էականորեն մեծ հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում հեշտությամբ ներխուժել եւ ծառայություն, ու հենց Team Energy success-ներից մեկը կարծում եմ հենց մեր բրենդի այնտեղ լինելու արդյունքն է, երբ որ դու ճանաչում ես մեզանից ինչ-որ X ծառայություն ստացել ես, ավելի հեշտությամբ ես վճարում, օգտվում, չվճարում, ավելի ճիշտ օգտվում այդ տիպի ծառայությունից, քան թե մյուսին։ Այսինքն, եթե մենք քննարկենք, հիմա քննարկում ենք նույն էներգետիկ սեկտորում,
ֆիզիկական անձանց էլեկտրոէներգիայի վաճառք, որտեղ արդեն օրենսդրությունը թույլ է տալիս, մենք վաճառում ենք կորպորատիվ հաճախորդներին այսօր, բավականին մեծ ծավալի վաճառք ունենք էներգիայի, այսինքն ես կարծում եմ դուք որպես բաժանորդ, որը օգտվում է XYZ մեծ ծառայություններից, թիմի, հեշտությամբ կարող եք ձեր հոսանքի բիլը, այսպես ասած, տալ մեզ, որպեսզի մենք իրան մենեջ անենք, այսինքն մեզ ինչ որ ձև այստեղ վստահության գրավականը շատ էական է եւ ոլորտային բաշխում։ Այսինքն եթե գինու ոլորտը անկում եղավ, որը մեր պորտֆելում 5-7% է, այսինքն ձեր պորտֆելի ռիսկայնությունը այդ ամբողջ ոլորտի համար դուք չեք գնում մենակ գինու մեջ դնում, դուք չեք գնում մենակ լոգիստիկայի, դուք չեք գնում e-commerce-ի մեջ, իսկ բոլորս գիտենք, որ e-commerce-ը աճում է։ Իսկ դա փաստ է, որ բոլորս օգտվում ենք ավելի շատ on-line գնումներից։ Ենթադրվում է, որ BAM-ը ինչ որ ձև պետք է այդ ոլորտում ունենա այդ հնարավորությունը տա մեզ։ Այսինքն այդ ոլորտը անկավ, օքեյ, մյուս ոլորտ։ Ուսումնասն ռիսկայնություն փողերի հետ վերադարձելիության ռիսկը ավելի ցածր կարելի է գնահատել հենց այս պատճառով։ Մի փոքր նշեցիք, բայց ավելի մանրամասն անդրադառնանք այն կտորին, որը չեն կարդում, հա, ինչ ներդրումներ եք պատրաստվում անել այս տեղաբաշխումից ստացված միջոցներով եւ արդյոք դրա մեջ նաեւ կա շատ քննարկված AI գործարանի պրոյեկտը, ինչքանով եք դուք մասնակից դրան։ AI գործարանի պրոյեկտում մենք ավելի շատ Firebird-ում այս նկատառումներով ավելի շատ partner ենք, որը մի շարք գործողություններ անում հենց այդ factory կայացման եւ ժամանակային բանով։ Այնտեղ խնդիրները այլ են, որ շատ արագ է պետք կառուցել ու այն knowledge-ը մեր թիմային եւ այն գործիքակազմը, որը մենք ունենք, այն ընկերությունները, որ ներգրաված են, այսինքն construction-ից սկսած մինչեւ team systems, որը տեխնոլոգիական flow-ն է անում, մենք բավականին մեծ ներգրավվածություն ունենք, ցավոք թվերը չեմ կարող բացել, որովհետև սահմանափակված եմ XY պայմանագրերով, հենց Firebird-ի եւ ինվեստորների առաջ, բայց այո, մեծ ծավալի աշխատանք մենք այնտեղ իրականացնում ենք, իսկ մեծ կապիտալ ներդրումները դրանք գնալու են էներգետիկայի, լոգիստիկայի, որի վրա էլեկտրոնային կոմերցիա զարգանալու ու այնտեղ զարգացման ծավալները այնքան մեծ են, որ էներգետիկ ոլորտում ինչքան էլ մենք ներդրում անենք, միանշանակ ներդրում անելու տեղ կա եւ այն տենդենսները եւ այս նույն AI factory երկրորդ ֆազայի մասին, որը հայտարարվեց ինչ մեծ ծավալի մինչեւ 4 միլիարդ ներդրում անելու, դա մեր էներգետիկ համակարգում բավականին մեծ ծավալի էներգիա սպառում ալնելու, մենք տեսնում ենք շատ մեծ ծավալի աճ այդտեղ ու հենց Team Energy շրջանակներում մենք անընդհատ ավելացնում ենք մեր charger spot-երը, այսինքն մեքենաների լիցքավորման կայանները ու այդտեղ բավականին էլի մեծ տեմպ ենք տեսնում ու այն իդեաները, որ մենք ունենք, այսինքն այդ ամեն ինչը համակցել եւ մինչեւ տնային սպառողին էլեկտրոէներգիայով տալ, այստեղ գիտեք ավելի շատ գալիս եմ մեր հենց այդ advanced տեխնոլոգիական լուծումների տրամադրումով։ Հիմա օրինակ դուք օգտագործում եք էլեկտրոէներգիա, բայց դուք լայվ չեք տեսնում, չէ՞, ձեր հաշվիչը ինչքան է օգտագործում։ Հիմա եթե մենք այդ հնարավորություն ձեր համար ստեղծում ենք ու դուք տեսնում եք, թե քանի տոկոսն է դա արևային էներգիա, քանի փոքր բան է, բայց ինքը ձեր համար հաճելի է։ Այսինքն այս փոքր բաները, որ մենք տեսնում ենք ու մեր համար հեշտ է իրագործել, այո, դա այն ընկերությունը, որը 30 տարի նստած է կամ 50 տարի ինչ որ տեխնոլոգիական բանի մեջ ու ինքը այդ խնդիրներով գնում է, իր համար դժվար է այդ փոփոխություն անել, բայց երբ որ դու նոր ես մտնում, քո համար հեշտ է պատկերացնել ոնց ինտեգրել, այդ ամենը շատ հեշտ է։ Հիմա պատկերացրեք լոգիստիկ ընկերություն, որը մենք լոքերներ ենք դնելու ու Հայաստանի Հանրապետությունում մենք ամբողջությամբ լոքերներ ենք տալու, դուք օրդեր անելուց միանգամից լոքեր եք տանում, դա delivery-ին հեշտացնում է, դա կարողանում է ձեզ հնարավորություն տալ ղափանում ինչ որ բան արտադրել, դնել A լոքերի մեջ, B լոքերում, չգիտեմ, նոյեմբերյանում ստանալ, կամ X կոթի գյուղում ստանալ, կամ չգիտեմ, Կիրանցում ստանալ։ Այդ ամեն ինչը մեր համար իրագործել էականորեն հեշտ է։ Հա որովհետև մենք այդ process-ները պատկերացնում ենք այն supportive function-ները նույն Team Energy-ի տեսանկյունից, եթե մենք համեմատենք շուկայում առկա մյուսների հետ։ Իրանց համար ստեղծել customer care, այսինքն հեռախոսազանգերի կենտրոն, որը 24/7 աշխատում է եւ աշխատելը խնդրեմ չի կվերցնես եւ ինքը խնդիրը լուծում է, երբ որ դու իրան զանգում ես։ Այդ խնդիրը լուծելը շատ բարդ հարց է։ Մենք այսօր քննարկում ենք, եթե արկա payment-ները չի աշխատում եւ դուք խնդիր չունեք
ծավալ հոսանքի ձեր մեքենայի մեջ, որպեսզի մեր customer care-ը զանգեք, ինքը պրոստը միացնի, հետո ձեզանից գումարը գանձի։ Այդ հնարավորությունը ստեղծել, ասենց ինքը շատ պարզ բան է, բայց երբ որ մեծ scale-ի համար այդ հնարավորությունը ուզում ես ստեղծել, տեխնիկական լիքը ձեր ասած փոսերն է առաջանում, որը մեր մոտ լուծումը չունենք, բայց գիտենք ոնց հեշտ արագ լուծենք։ Ու այս լուծումների արդյունքում մենք ավելի հեշտ օգտատերերին հնարավորություն ենք տալի մեր սերվիսներից օգտվել ու մեկը մյուսի շրջանակում գնում է, այսինքն մենք ունենք բազմաթիվ մեծ ցանց շենքերի, որը deliver։ Ուզում ասենց անընդհատ մենք կարանք ասենք ինչ մտքեր ենք այսօր մենք քննարկում ու ինչ մտքերի առաջ ենք մենք լուծումներ, խնդիրներ ենք լուծում, վստահ եմ դուք կհասկանաք, որ այլ ընտրանք չկա, բացի այդ պարտատոմսերը առնելուց։ Իդեպ սա մի քիչ կատակ էր հումորային իհարկե, բայց իրականում այո, ես ինքս ինչպես Էդուարդը նշեց, ես էլ եմ ներդրումներ անում ուրիշ ընկերությունների մեջ, պարտատոմսեր բան, փոքր քանակով, որովհետև ավելի լավ գիտեմ որտեղ մեր տինիջոցները ներդնել, բայց այո, այս գործիքակազմը այս հնարավորություն տալիս է ու վստահ եմ, որ ու հաճույքով կարող ենք ինչ-որ փոքր մարդկանց հետ քննարկել քիչ քանակի, եթե հետաքրքրվեն, իրանց բացատրել, թե մենք ինչ ենք անում, որովհետև շատ հետաքրքիր է այդ փորձը կիսվել, տալ, առաջ գնալ ու խնդիրները շատ են։ Իսկ հետաքրքիր է ոնց անցավ առաջին տրանշի տեղաբաշխումը, ձեր առաջին փորձն էր եւ ովքեր են ներդրողները, հա, որովհետև Հայաստանում ինչքանը որ ակտիվացել է ոլորտը, բայց հաճախ լինում է, որ շատ փոքր խումբ մարդիկ են ներդրողները, որոնք ի սկզբանե հենց որոշումը կայացրած գնացել էին թողարկման։ Շատ լավ անցավ, անսպասելի լավ, չենք սպասում դա, որովհետև հետաքրքրությունը կար մեր հաճախորդների միջև, հետաքրքրությունը կար որոշ չափի մեր միջազգային հաճախորդներից, այդ էլ է պետք նշել, բայց հիմնական ծավալը իհարկե առել են հաճախորդները Հայաստանից, ովքեր որ ծանոթ են թիմին, ծանոթ են հայկական ֆինանսական ու բիզնես միջավայրին։ Միջինից իմ հիշելով մոտ առել է ընդհանուր 300 անձ, որից որ 90%-ը ֆիզիկական անձիկ էին, ու իրանց մեջ էլ երևի մի 15%-ը ոչ ռեզիդենտ, որը որ այդ կտորը մենք պետք է աճացնենք, այն ինչ որ հայկներ ասում, այդ կտորը մենք պետք է աճացնենք, որ մեր շուկան լայնանա, մեր գումարները լայնանան Հայաստանում ու Հայաստանի բիզնեսը ավելի մեծ փողեր ներգրավի դրսից։ Այդ մեր աճելու կտորն է բոլորիս։ Դե կարելի է ստեղ մի հատ փոքր բան, որի մասին մոռացանք երևի քննարկենք, նայեք պարտատոմսերը նաև պետությունն է խրախուսում ու շատ լավ է դա ու այդ քաղաքականությունը արդեն բավականին ժամանակ է գնում է, որ հարկային արտոնություններ ունեն։ Այսինքն դու այդ եկամուտները չի հարկվում, ինքը ավանդական ավանդից էականորեն տարբերվում է ու այդտեղ կարծում եմ դրական է մարդկանց համար, որ շատ մարդիկ տեղեկացված չեն, որ այդ եկամուտները հարկման ենթակա չեն, իրանք մաքուր եկամուտ է եւ 100% մնում է մարդկանց եւ պլյուս երկրորդ մասը, որ մարդիկ չեն պատկերացնում, որ պարտատոմսը ցանկացած պարագայում շուկայում կարողանում ես վաճառել։ Եվ հենց այդ ռիսկայնության խնդիրն էլ դու շուկայի ազդեցությունով տեսնում ես, այսինքն մենք տեսնում ենք, որ մեր թողարկած պարտատոմսերի եկամտաբերությունը երկրորդային շուկայում իջնում է, այսինքն ինքը թանկանում է։ Այսինքն եթե մարդիկ ձեռք են բերել $100 պայմանական կամ 100,000 դրամով, ինքը ավելի թանկ են վաճառում հետո, այսինքն սա նշանակում է, որ պահանջարկը ավելի շատ է, քան թե շուկայում առաջարկը եւ շատ դրական է դա եւ նաեւ հնարավորություն է տալիս մարդկանց, եթե դու 5 միլիոն դրամ օրինակ ներդրում ես կայացրել կամ $10,000 ներդրում ես իրականացրել, ցանկացած պահին այդ լիկվիդայնությունը կա եւ կարողանում ես դա իրան սարքել գումար ու օգտագործել, այսինքն դու ունես ինչ որ X միջոց, որը քո մոտ ազատ է եւ գիտես 4-5 ամիս է, բայց թուղթը 4 տարեկան է, դու հանգիստ կարողանում ես կարճաժամկետ ներդրում իրականացնել քեզ համար եւ ցանկացած պահի որոշում կայացնել դուրս գալ այդ ներդրումից։ Եվ ամեն 3 ամիսը մեկ նաև արժե կտրոնի, չէ,
Այո։ Մեր թղթերը այո երամսյակային տոկոսի տրամադրմամբ են, դա էական չգիտեք ոնց է տեղնում, թեկուզ այդ երամսյական չանցած դու վաճառում ես, ամեն օր ինքը գինը բարձրանում է, որովհետև ամեն օր տոկոս է գումարվում դրան։ Իսկ նույն ավանդի դեպքում, գործիքների դեպքում նենց է լինում, որ դու կորցնում ես, եթե ժամկետից շուտ մարում ես, նո բանկերի տարբեր ավանդներ, տարբեր քաղաքականություններ ունեն։ Ուզում եմ ասեմ, այս գործիքը նաև հնարավորություն է տալիս լիկվիդայնություն ունենալ ցանկացած պահին իրան օտարելու, դա ուղղակի թուղթ չէ, էլի կարելի է համեմատել ինչ որ փողի արժեքի նման, ճիշտ բառը չեմ կարող ասել, կարող է տերմինոլոգիայով սխալվեմ, մի քիչ իմ ֆինանսական կրթությունը այդքան լավ չի, բայց կարծում եմ այսքանը շատ կարևոր է այդ մասը մարդկանց համար հասկանալ, գիտակցել, որ իրանք հեշտ ելքի հնարավորություն ունեն։ Անշարժ գույք չի որ։ Հա, այսինքն եթե դու անշարժ գույքում գնացիր դրեցիր, 8 ամիս այդ հանես վաճառքի ու այսօր ցավոք Հայաստանյան անշարժ գույքի շուկան լրիվ անհասկանալի է, այսինքն կարող է երկու հատ նույն շենքում, նույն չափսի, նույն արևի ուղղության նայող տները էականորեն իրարից գները մի 20-30% տարբերում, որ մի քիչ անհասկանալի է, բայց այսօր բոլորս այդ խնդրի առաջ ունենք։ Ու նաև ինքը այսպես ցածր մուտքի հնարավորություն է տալիս, կարող ես գնել $100, $1000, $10,000 կամ $100,000։ Ավելացնեմ, առաջի տրանշը ավարտեցինք, հիմա լիստինգ արեցինք, հիմա բորսայում է, երկրորդ տրանշը սկսել ենք, հիմա առաջի տրանշի պարտատոմսի գինը 2.5% բարձր է։ Այսինքն այն մարդիկ, որ արել են դեկտեմբերին, երբ որ հələ փակ չէր տեղաբաշխումը, արդեն գնային աճ են ստացել։ Շատ լավ, եւ յուրաքանչյուր ներդրման դեպքում այլընտրանքները գնահատելիս նաև այսպես Հայաստանից դուրս այլընտրանքները պետք է նայել, իսկ համաշխարհային շուկան հիմա բավականին հետաքրքիր տեղաշարժերի մեջ է։ Դուք հաստատ շատ այսպես հաստ ռիպորտներ ունեք, գնահատումներ ունեք, բայց ամփոփ ինչ փուլում ենք մենք հիմա, այս AI-ը, այլ տրանսֆորմացիաները ուր են տանում։ Այս շատ երկար թեմա է, կարելի է մի 3-4 էպիզոդ դրա մասին, ու տենց մեր ստաֆից մի քանի հոգի գան, նույն բանը։ Էլի չեներիքի, բայց sense փորձեմ կարճ, առաջինը այդ գեոպոլիտիկան, որ դարել է բավականին լուրջ գործոն, եթե առաջ ինքը այդքան լուրջ չէր, հակար ինչ որ գեոպոլիտիկ ֆակտոր ֆինանսական շուկանում, հիմա ինքը կշիռը բավականին մեծացրել է։ Երկրորդը AI-ը, եթե մենք խոսում ենք AI մասին, bubble, ոչ bubble, ես կարծում եմ ոչ bubble, ես կարծում եմ, որ դա մենք մտել ենք ինչ-որ նոր ցիկլի մեջ, որը հա ունի ինչ-որ տեղ միտեղ, այսպես ասած hype, հա, որ մարդիկ ասած AI ամենտեղ, որոշ, եթե մենք խոսում ենք ֆինանսական արժեթղթերի մասին, որոշ արժեթղթերը գուցե թանկ են, որոշները գուցե fair value են, դա հիմա կարող է շուտ է ասել, բայց մենք տեսնում ենք մի մեծ տենդենս համաշխարհային, որը որ դժվար որ պատահաբար է, դա էդի մեծ ներդրումներն է, կապիտալ ներդրումները, որը որ կատարվում են աշխարհի ամենախոշոր մեծ ընկերությունների կողմից, որը որ տենց led by founders, visionary founders, այսպես ասած, որոնք որ այսինքն այդ վերլուծությունը visionary-ն կա, ու հենց այնպես չէ, այսինքն մոտ 600 միլիարդի 26 թվին կապիտալ ներդրումներ արվելու AI-ի մեջ, կապիտալ չեմ ասում կոդ բան, կապիտալ ներդրումներ։ Հիմա հարցը ավելի շատ նրանում է, թե արդյոք ես այն վաղտ պատմել եմ, որ հիմիկվա գինը, օրինակ հիմիկվա Nvidia-ի գինը, դա կանխատեսումն է իր մոտակա 4-5 տարվա աճի ու եկամուտների։ Հիմա հարցը նրանում է, արդյոք շուկան ճիշտ է գնահատում, որ այդ աճը լինելու է այդքան ինչքան որ այդ մուլտիպլիկատորների այդ գնի մեջ է հիմա կարող է լինի քիչ, կարող լինի ավելի շատ, մենք դա չենք իմանում, այս փուլում, այսինքն փուչիկի հարցը չի, այս փուլում գնահատակ այդ AI-ի գնահատականի հարցն է, բայց դա էլ ասեմ, մենք տեսնում ենք, ես բանը մի 3 օր առաջ նստած եմ մի հատ ծրագրավորողի հետ, որ առաջ ծրագրավոր, հիմա բիզնեսմեն է, էլի AI ոլորտում, IT ոլորտում բիզնեսում, ես մենակ նստեցի 2 օրում AI ագենտներով կոդ սարքեցի, 2 օրում, որը որ առաջ պետք էր 3 ամիս ու մի քանի հոգի թիմ։
Ստեղ արդեն կտամ հայգի, որը որպես visionary founder ես այդ ծրագրավորների թեմայում 10 տարի առաջ որ ինձ հարցնում էին գնան ծրագրավորման ուղղությամբ, ես մի հատ հետեւյալ բանն էի պատասխանում, այն վաղ AI թեման 15 տարի առաջ նույնիսկ, ասում էի գիտեք, երբ որ 20-ական թվականներին մեծ մեքենաներ սկսեցին մտնել գրոզավիկներ, իրանց հետ մի հոգի օգնական էր վարորդի հետ աշխատում, որպեսզի այդ մեքենան ինքը դե վարորդը համարվում էր sense լուրջ classified աշխատակից, ասում էի ինչ որ ժամանակ հետո այդ ծրագրավորները տենց անում են։ Ու այսօր այդ տենդենսը կա, այսինքն մեծ ու ասում էի ինժինիրինգ է պետք սովորել։ Այսինքն հենց ինժինիրինգ, այսինքն high level-ի ինժեներներ են պետք, mid-ը եւ լոն պրակտիկորեն վերանալու են։ Հիմա AI-ի bubble-ի մասին որ միշտ խոսում են, այդ գնահատականն է, որը լրիվ Էդուարդի հետ համաձայն եմ, դա մուլտիպլիկատորը 20 թե 30 թե 50 կամ 3, դա երկրորդային է, բայց ես որ ոլորտային շատ մեծ տրանսֆորմացիաներ եմ տեսնում ու բավականին շատ ոլորտներում աննորմալ իրակիրառությունը շատ է լինելու, դա փաստ է։ Այսինքն եթե նույն օրինակ մենք Telecom-ի թիմի հետ նայենք, հիմա Firebird-ի այս գործարկումը մեր տրանզիտային բիզնեսի վրա էական ազդեցություն ունենում, որովհետև ոչ միայն տրանզիտային, այսինքն եթե մենք ուզում ենք մեր կամերաները կառավարենք, իրանց կապ է պետք։ Ինչքան կիրառությունը շատացավ, այնքան իր ոլորտային սկրեշվինյան, այսպես խաչասերումը ավելի շատ ալնում, այստեղ խնդիրը ճիշտ գնահատել, որ ոլորտներն են աճելու։ Ինքը որ աճելու, այդտեղ միանշանակ թե 3 անգամ թե 30 էտելա շատ կախված մյուս ոլորտների հետ տենդենսի հետ, այսինքն եթե ոլորտները շատ արագ ինտեգրվեցին, համետ ոլորտներն են անելու ու double մուլտիպլիկատորով AI-ն է եւ ամենամեծ ռիսկայինը տեխնոլոգիական թռիչքն է։ Այսինքն եթե օրինակ ասենց հեշտ վերեմ, բոլորս ինտերնետից օգտվել ենք, dial-up-ից օգտվել ենք, չէ՞։ Dial-up-ը ոչ մեկ չի օգտագործում, բայց ինտերնետ բոլորս օգտագործում ենք, հետո DSL-ը եկավ, հետո եկավ fiber-ը։ Այսինքն եթե տեխնոլոգիական մեծ սկաչոկ եղավ, բայց դա ոչ թե AI-ի վրա ազդելու, AI կոպիտ ասած bubble-ի Firebird-ների վրա ազդելու Nvidia-ի pricing-ի վրա, որովհետև ինքը ուրիշ մակարդակում ուրիշ բան է վաճառելու, այսինքն այդ ծառայություն մատուցողի տեսանկյունից իր կոստերն է իջնելու։ Հակառակ էֆեկտը կարա լինի, կարա ինչքան կիրառությունը շատ մտավ, տեխնոլոգիան ինչքան արագ զարգացավ, այդտեղ կարա լրիվ մի խոսքով այդտեղ մի քիչ խաչասերում կա։ Ով առաջինը ինտեգրվեց մյուս ոլորտների հետ, AI-ներից ով առաջինը լավ մտավ, ինքը success ունենալու, վերջում մնալու են մի 2-3 հատ մեծ գիգանտ, իմ պատկերացումը է դա ու իրականում ինքը չի կարա չլինի, դրա համար մենք մարդկությունս ենք մի քիչ ուրիշ առաջ խնդրի կանգնած, որ մեր երեխաները օրինակ որ ոլորտ գնան, որ վաղը չկանգնեն այդ ծրագրավորողի նման խնդրի առաջ, որ եթե պետք էր 5 կամ 8 հոգանոց թիմ, հիմա մի հոգի AI-ի օգնությամբ 3 ամսվա աշխատանքը անում է 2-3 օրում։ Էս է խնդրին։ Այսինքն որ բժշկությունում ինքը աննորմալ կիրառություն անելը դա փաստ է, որ չգիտեմ, շատ հարցերում էլի, այդտեղ top 5 ոլորտների ըստ ձեր գնահատականի կարող եք նշել։ Ես շատ արժեքավոր ինֆորմացիա եմ։ Ես ուղղակի չեմ կարող նշել մի որևէ ոլորտ, որտեղ իրան չեմ կարող կիրառեմ։ Այդ ցավոքը տենց է։ Այսինքն ցանկացած ոլորտում ես որպես ինժեներ կարող եմ իր կիրառությունը տեսնել, այստեղ մյուս հարցն է, օրինակ մենք Հայաստանում ինչ խնդիր ունենք։ Մեր շուկայի փոքրությունը օրինակ եթե վերցնենք նույն customer care-ում, call center-ում իր կիրառությունը, այն cost-երը, որ կան AI ագենտների կառուցման բանը եւ այն ծավալի սպասարկումը լավ հայալեզու, որ ասենք, հա, ընդունենք հայերեն լեզվով խոսում է 5 միլիոն մարդ կամ 8 միլիոն մարդ, կարող է այդ այսօրվա cost-երով ինքը էֆեկտիվ չլինի։ Այդ է խնդիրը, այսինքն AI խնդիրը մեծ մոդելներում ինքը շատ էֆեկտիվ է, փոքր մոդելներում, շատ մոդելներում դեռևս ինքը այդքան կիրառել չի, որ IO Telecom-ի օպտիմիզացիաներում ինքը հաստատ կիրառել է, IO, որ ինքը բժշկության մեջ կիրառել է, IO ինքը մեքենաշինարարության մեջ կամ մեքենա վարելու մեջ ինքը, այսինքն scalable մեծ մոդելներում, որտեղ դու կարող ես համաշխարհային մասշտաբով ու այսօրվա ցանցի տեխնոլոգիաները այդ հնարավորությունը դույլ են տալիս, բավական դրական է, ինքը պրոստը չի կարող կիրառություն չունենա, էլի։ Հավանաբար այս հարցերի շրջանակն էլ լինելու է ձեր համաժողովի մեջ,
չէ, որ կազմակերպելու եք մարտի 3-ին եւ նաեւ գնահատելու եք Հայաստանի դիրքը այս բոլոր փոփոխությունների համատեքստում։ Մի փոքր խնդրեմ համաժողովի մասին պատմել, ինչ թե այն որ մասնագետների համար շատ հետաքրքիր է լինելու այդ հաստատ, ինչ կարող է այսպես սովորական ներդրողը գալ եւ վերցնել այդտեղից։ Կարծում եմ, մենակ ներդրողը չէ, համաժողովին քննարկվելու են բավականին լայն թեմաներ, ինչպես ասեցի հիմա գեոպոլիտիկան էլ է շատ կարևոր, Հայաստանի դերը այդ գեոպոլիտիկայում, Հայաստանի ֆինանսական շուկան ոնց ինչ կախվածություն դնեն դրանից, ու այդ ամբողջ թեմաները քննարկվելու են տարբեր ոլորտի ներկայացուցիչներից, նույնիսկ Արոն Եսայանից հայկից, նույնիսկ ես միջազգային խոսնակներ են լինելու, թեմաները սուր, թեմաները հետաքրքիր, կարծիքները տարբեր, հետաքրքրությունը հենց նրա մեջ է լսել հետաքրքիր մարդկանց իրենց կարծիքները ու փորձել գալ ինչ-որ ֆորումի նպատակը ինչ-որ որոշ թեմաներում եզրակացությամբ, թե մոտակա տարիներում ինչ ուղղությամբ մենք Հայաստանը պետք է շարժվի այս հիմիկվա իրավիճակում ու մեր այս խաչմերուկում։ Եվ մուտքն էլ բաց է, չէ, գրանցումը մենք հղումը կթողնենք նկարագրության մեջ, որպեսզի ցանկացողները կարողանան ներկա գտնվել եւ վերջին հարցը, որ չէ, վերջին չի լինի, երկու հատ պիտի տակ։ Երկուսից վերջին հարցը, որն է այն մեկ կարևոր ներդրումը, որ դուք կամ արդեն արել եք կամ անպայման պետք է անեք ձեր կյանքում։ Կուզեի չիմանայի այդ ներդրումը։ Գիտեք ինչի, չեմ ուզում այդ հարցին պատասխանել, որովհետև ես չեմ ուզում գտնել այն ներդրումը, որը արել եմ ու համարում եմ դա առավելագույնը, կուզենայի միշտ ունենալ հաջորդը, որը կլինի առավել, քան թե նախորդը։ Շատ հետաքրքիր պատասխան։ Եվ շատ կարծրության մեջ չգիտեմ ոնց պատասխանեմ։ Տեսեք, ես իրականում, եթե խոսքը ինչ-որ ֆինանսական կտորի մասին է, ընդհանրապես, հա, դա տենց ունենք, հա, բայց դա հետաքրքիր չի, երևի ես գնահատում եմ ամենաշատը կրթությունը, որտեղ թե վճարովի, թե անվճար, բայց մինիմում ժամանակ, որ դու ծախսում ես դրա վրա, դա շատ կարևոր ներդրում է։ Մեկ էլ ես այն կարդացել եմ Բաֆետին վախտին, ասում եմ առաջինը առ քո տունը որպես ֆունդամենտ, հա։ Հետո արդեն որ այդ ֆունդամենտը դու ունես, այդ տունը որպես ներդրում, երևի շատ կարևոր գաղափար է դրան հասնել, որ դու արդեն լինես հանգիստ, ու արդեն կարողանաս այդ ռիսկը պետք է, եթե ուզում ես հաջողություն, առանց ռիսկ չի լինում ոչ մի բան, այդ ռիսկին ենթարկվես։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Ձեզ